Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հունիս ամսվա հորոսկոպը առյուծ նշանի համար։ Սիրելի ընկերներ, կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին, վերջում նաև կնշեմ լարված օրերի մասին։ Հիշեցնում եմ, որ հորոսկոպն առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով, երկուսը համադրում ենք և արդեն հստակ պատկերացում ենք ունենում, թե ինչ կբերի մոլորակների դիրքավորումը ձեզ։ Այսպիսով, արևը մինչև հունիսի 21-ը կգտնվի երկվորյակ նշանում, ձեր 11-րդ տանը։ Լավ ժամանակահատված է, որպեսզի գնաք ինչ-որ խմբակների կամ ձեր երեխաներին տանեք ինչ-որ խմբակների, հավաքվեք ձեր ընկերներով, գաղափարակիցներով, եթե ցանկանում եք օրինակ տան ինտերնետը փոխել, լավ ժամանակահատված է, տան հոսանքների հետ կապված ինչ-որ գործողություններ կատարել, լավ ժամանակահատված է։ Ինչպես նաև, եթե ցանկանում եք օնլայն հարթակի հետ կապված ինչ-որ գործողություններ կատարել, գուցե օնլայն բիզնես, գուցե բլոգինգ, ապա հիանալի ժամանակահատված է։ Հունիսի 21-ից սկսած արևը կանցնի խեցգետին նշան, ձեր 12-րդ տուն, և այստեղ արևը ձեզ կօգնի, որպեսզի ազատվեք բացասական սովորություններից, լավ կլինի, որպեսզի տանը նայեք, օրինակ հին իրեր, հին հագուստ, որոնք դուք արդեն նկատում եք, որ 1 տարուց ավել չեք հագել, չեք օգտագործել, դեն նետեք և ազատվեք այդ ամենից, քանի որ արդեն մյուս ամսվանից սկսած կարծես ձեր անհատական նոր տարին է սկսվելու, երբ որ արդեն նորալուսին լինի առյուծ նշանում։ Մերկուրի մոլորակը շարունակում է գտնվել ամսի 1-ից սկսած շարունակում է գտնվել խեցգետին նշանում, ձեր 12-րդ տանը, բերելով ձեզ նորություններ, զանգեր, խոսակցություններ, կապված հեռավոր հողերից, հեռավոր ինչ-որ վայրերից մարդկանց հետ։ Ինչպես նաև Մերկուրին կարող է բերել ձեզ փաստաթուղթ, ինչը կապված է արտասահմանի հեռավոր հողերի հետ։ Հնարավոր է նաև այս փաստաթղթերը պայմանավորված լինեն օրինակ ժառանգության թեմաների հետ կամ ինչ-որ նման հարցերով։ Այնուհետև սիրելի ընկերներ, ամսի 29-ից սկսած մինչև հուլիսի 23 ընկած ժամանակահատվածում Մերկուրին գտնվելու է հետընթաց դիրքով խեցգետին նշանում, այս ամսում այդ ժամանակահատվածում 26-ից 16 աստիճան հետ շարժվելով։ Հետընթաց Մերկուրիի մասին ունեմ արդեն առանձին նյութ պատրաստած, որտեղ խոսում եմ ինչ է կարելի, ինչ չի կարելի անել այս ժամանակահատվածում և որ ոլորտում կլինի փոփոխությունները։ Հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, անպայման նայեք։ Վեներա մոլորակը մինչև հունիսի 13-ը կգտնվի խեցգետի նշանում, ձեր 12-րդ տանը, հնարավոր է ինչ-որ հաճելի նվեր կամ գումար ստանաք արտասահմանից կամ ուղղակի հեռավոր վայրերից։ Ամսի 13-ից սկսած Վեներան կգա առյուծ նշան ձեր առաջին տուն և հնարավոր է նոր սիրավեպ սկսվի, ամուսնություն լինի, նոր հարաբերություններ սկսվեն կամ նոր լավ համագործակցություն ունենաք։ Եթե ցանկանում եք արտաքնի հետ կապված ինչ-որ միջամտություններ կատարել, ապա ամսի 13-ից մինչև ամսի 20-21 ընկած ժամանակահատվածում կատարեք, քանի որ հետո արդեն Մերկուրին դառնալու է հետընթաց։ Այստեղ ամեն Վեներան ձեզ կօգնի նման հարցերում, եթե ցանկանում եք մազերի կտրվածքը, սանրվածքը, մազերի գույնը փոխել, ոճը փոխել, Վեներան ձեզ կօգնի և ամեն ինչ որ ուզենաք, ներդաշնակ կստացվի ձեզ մոտ։ Մարս մոլորակը մինչև հունիսի 29-ը գտնվելու է ցուլ նշանում ձեր 10-րդ տանը, բերելով ակտիվություն, ինչը կապված է ձեր կարիերայի հետ, բիզնեսի հետ։ Այստեղ հնարավոր է Մարսը նաև տարաձայնություններ բերի ձեր ղեկավարության հետ կամ ամուսնու կնոջ հետ և այսպես արագ որոշեք օրինակ ամուսնալուծվել, դուրս գալ աշխատանքից, բայց որպեսզի Մարսի այս ագրեսիվ էներգիան մի փոքր հանդարտեցնեք, կարող եք զբաղվել սպորտով, դա օգնում է։ Յուպիտեր մոլորակը, սիրելի առյուծներ, հունիսի 30-ից սկսած 1 տարի շարունակ գտնվելու է ձեր առաջին տանը առյուծ նշանում, բերելով հիանալի փոփոխություններ ձեզ, մեծ նվերներ։ Այս հոլովակում չեմ խոսի, որովհետև արդեն ունեմ հոլովակ պատրաստած Յուպիտերի մասին, թե ինչ փոփոխություններ է բերելու բոլոր նշաններին առաջիկա 1 տարվա ընթացքում, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, կարող եք նայել և տեսնել, թե ինչ ոլորտներում է լինելու այս դրական փոփոխությունները հենց ձեզ համար։ Ուրան մոլորակը շարունակում է գտնվել երկվորյակ նշանում, այս ամսում 2-ից 3 աստիճան շարժվելով, սա ձեր 11-րդ տունն է, և Ուրանը բերելու է ձեզ առաջիկա 7 տարիների ընթացքում գտնվելու է ձեր 11-րդ տանը, ամբողջովին փոխելով ձեր շրջապատը։ Նոր շրջապատ եք գնալու, նոր շրջապատում եք հայտնվելու, թե ինչ ձևով կհայտնվեք այդ շրջապատում, սա արդեն ամեն մեկը մի ձև կզգա, բայց որ նոր փոփոխություններ կլինեն, դա հաստատ։
Ոչ միայն շրջապատը, հնարավոր է փոխվի նաև ձեր աշխատանքի բնույթը, օնլայն հարթակ անցնեք աշխատելու կամ ընդհակառակը օնլայն հարթակում եք աշխատում, որոշեք դուրս գալ այդ հարթակից։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 18-ից 21 աստիճան շարժվելով, սա ձեր 5-րդ տունն է։ Եվ սև լուսինը հնարավոր է բերի տարաձայնություններ, անհամաձայնություններ ձեր երեխաների հետ, կամ նոր սիրավեպ սկսվի, բայց զգույշ եղեք, քանի որ երբ սև լուսինը 5-րդ տանն է եւ սիրավեպ է սկսվում, հետո այդ սիրավեպը այսպես հաճելի ավարտ չի ունենում։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել խոյ նշանում, այս ամսում 12-ից 14 աստիճան շարժվելով, սա ձեր 9-րդ տունն է եւ հնարավոր է առաջիկա 2 տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառներով ավելի քիչ մեկնեք արտասահման կամ ավելի դժվարություններ, սահմանափակումներ առաջանան պայմանավորված բարձրագույն կրթության հետ, ավելի դժվարությամբ գուցե հանձնեք քննությունները կամ եթե կային օրինակ հարաբերություններ, որոնք հեռավորության վրա էին, արտասահմանից ինչ-որ մեկի հետ, հնարավոր է այդ հարաբերությունները այս ժամանակահատվածում սառեն։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված նորալուսինը կլինի հունիսի 15-ին, երբ օրյակ նշանում ձեր 11-րդ տանը, հնարավոր է նոր ընկեր կամ ընկերուհի ունենաք։ Խոսքս գաղափարակցի մասին է։ Եվ լիալուսինը կլինի ամսի 30-ին, այդ եղջյուր նշանում ձեր 6-րդ տանը։ Զգույշ եղեք, հնարավոր է այս լիալուսինը ինչ-որ առողջական խնդիր ձեզ ցույց տա, որ ունեք առողջական խնդիր, պետք է զբաղվեք կամ որոշեք այս լիալուսնի ազդեցության ներքո դուրս գալ աշխատանքից։ Այժմ նշեմ լարված օրերը, լարված կլինի հունիսի 4-ը, 9-ը, 17-ը եւ 25-ը։ Այս օրերին ձեզ մնացեք կարևոր որոշումներ կամ կարևոր գործարքներ կատարելուց։ Այսքանը սիրելի այրուցներ կապված հունիս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։